Ռետինե դիմակով, ակնոցով, բժշկական ձեռնոցներով վերելակի վրայից հետքերը մաքրող տղամարդը, որ մի ամբողջ գիշեր անցկացրել էր քննչական կոմիտեում, իսկ վաղ առավոտյան իրավապահների հենց աչքի առջև շենքից դուրս բերել $590,000 գումար, բացահայտվել եւ ձերբակալվել է։ Դետեկտիվ հիշեցնող այս պատմությունը 3 տեսանյութով ներկայացրել էր հակակոռուպցիոն կոմիտեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում էլ քննիչն ու ոստիկանության աշխատողն էին պատմում օրեր առաջ տեղի ունեցած գողության եւ բացահայտման մանրամասները։ Մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրազի փողոցից հայտնաբերվել, ձերբակալվել եւ իր ԱՄ-ով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե։ Խումբը նախորոք արդեն պլանավորված ձևով իրականացրել է հանցանքը։ Գողության գլխավոր դերակատարներից մեկը բարձրաստիճան իրավապահ է։ Ըստ հակակոռուպցիոնի քննիչ Արման Խաչատրյանի, գողությունը կազմակերպել էր քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Թադևոսյանը։ Դիմակավորված տղամարդն էլ Էդգար Գրիգորյանն է, որն ի դեպ նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներից է։ Երկուսն էլ կալանավորված են։ Համցավոր համաձայնության են եկել նշված գումարը հափշտակելու նպատակով։ Տեսանյութում մանրամասն պատմում են, ինչպես է Գրիգորյանը շենքում մնացել 16 ժամ, դուրս գալուց հետո գողացած միլիոնները մի քանի մասի է բաժանել, հետո տարբեր մարզեր այցելել, ապա գնացել տուն։ Ու մինչ իրավապահները այս ամենը ներկայացնում են որպես դարի բացահայտում, իրավապաշտպան Իննա Կարապետյանցը այլ ձևակերպում ունի կատարվածին։ Ականատես եղանք եւ դարի խայտառակությանը եւ դարի բացահայտմանը, ինչպես իրենք կասեին։ Կարապետյանցի գնահատմամբ սա հնարավոր է, երբ համակարգը չի աշխատում։ Իրավապաշտպանը հարց է բարձրացնում, ինչպես կարող էր դիմակավորված մարդը աննկատ մտնել եւ անխոչնդոտ դուրս գալ մի հաստատությունից, որտեղ մարազնին ստուգում են յուրաքանչյուր այցելուի։ Արտաքինի ճշտում, փաստաթղթերի ճշտում, պայուսակի զննում ու բազմաթիվ այլ զննումներ ու քննումներ ես անցնում, մինչև կարողանում ես բարձրանալ։ Այդ պայմաններում ակնհայտորեն սիլիկոնե դիմակ հագած մարդը, ինչ որ անորոշ շարժումներով, փաստացի անծանոթ, որովհետև դժվար թե ոստիկաններին հերթապահ ծանոթ լիներ դիմակը կամ մոտավորապես ինչ որ մեկի դիմակն է գուցե եղել ու իրենք անձնապես շատ լավ ճանաչում են, դրա է պատճառը չկանգնացնել։ Այսինքն ամեն հաջորդ этаպում, տեսեք, հաջորդ этаպում մենք ունենում ենք տեսարան, որտեղ, այսինքն ինֆորմացիա, որտեղ մարդը 4:40-ից 4:30-ից նստած է եղել մինչև աշխատանքային ժամի ավարտը միջանցքում, բասկաթոռին ու պարզումա, որ որևէ մեկի մտքով չի անցել հարցնել ժամ ու կես, հետո աշխատանքի ավարտից հետո մարդը ինչ որ միտեղ կորում է այդ տարածքում ու որևէ մեկի մտքով չի անցնում գնալ փնտրել տեսնել ավելորդ մարդիկ կան տարածքում թե չկան, որևէ մեկի մտքով չի անցնում աշխատանքային ժամից շուտ 8:30 շենքից դուրս եկող մարդուն կանգնեցնել հարցնել ով ես դու։ Համեմատական է տանում այլ գործերի հետ։ Ինկոգնիտո հանցագործին այդպես արագ բացահայտած քննչականում շատ ավելի ակնհայտ հանցագործներին նույնքան արագ չեն գտնում։ Այսինքն այս կարգի անտարբերություն ես շատ դժվար եմ պատկերացնում։ Ամենայն հավանականությամբ կարող են լինել նաև այլ դերակատարներ, որոնք որ չտեսնելու են տվել, չլսելու են տվել, կամ խոսքը գնում է տոտալ ձեռնահասության մասին։ Մենք գործ ունենք բացարձակ անձեռնահասության, սկսած ներքևի պահակից, վերջացրած աշխատակազմի հետ։ $590,000 քրեական գործով իրեղեն ապացույց էր, որ պահվում էր քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանում, որի բանալին էր կորել։ Հանրային հեռուստատեսության տեսանյութից հայտնի է դառնում, որ այդ գումարը մոտ 1 տարի պահվել է կոմիտեում, մինչդեռ օրենքը ենթադրում է, որ պետք է տեղափոխվեր հատուկ հաշիվ կամ դեպոզիտարիա, բացառելու չարաշահումների ռիսկը։ Ինչու է գումարը 1 տարի մնացել չհրկիզվող պահարանում։ Քննչական կոմիտեից այս հարցի պատասխանը չեն տալիս։ Ակնհայտորեն այս գումարը չի ենթադրվել, որ ինքը որևէ գործով անցնելու է։ Ենթադրվել է, որ ինչ որ պահի մարդիկ հոգնելու են այդ գումարը ուզելուց, կամ հույսները կտրելու են այդ գումարը ուզելուց, կամ այլ ինչ որ գործողություն ա լինելու, որի արդյունքում կարելի կլինի, հնարավոր կլինի տենց չեզոքացնել այդ գումարը։ Ինչպես օրինակ թմրանյութերի հետ ժամանակին խոսակցություններ գնում, որ թմրանյութերը շատ պատահական չէին գրանցվում այն քանակով, որը որ հայտարարվել էր ի սկզբանե։ Սա նորարարություն չէ, բայց հին համակարգը Կարապետյանցի կարծիքով թերևս ձեռնտու է նաև հեղափոխական իշխանություններին։ Մեր իշխանության օրոք, երբ որ տենց բանը արվում, այդ մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների ժամանակ այդ բանը անում են եւ չեն բռնվում։ Ազգային ժողովի խոսնակ Արեն Սիմոնյանն էր այսօր լրագրողների հետ զրույցում գնահատական տալիս իրավապահների գործողություններին, ընդգծելով, որ պետությունը չի համագործակցել հանցագործների հետ, այլ բռնել է նրանց։ Կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում
դատում են եւ բռնվել են։ Պարոն Սիմոնյան, միջև հայտնաբերելը եւ վերադարձնելը գումարը, այդ գումարը շենքից տարել են։ Ամենակարևոր մասը դա է։ Իդեպ, $590,000-ից $11,200-ը դեռ չի հայտնաբերվել։